Ընդհանրապես էտիկետը սկսվում է այնտեղ, որտեղ երկու մարդ հանդիպում են իրար։ Ես հաճախորդ բառի փոխարեն օգտագործում էի հյուր բառը եւ հաճախորդներն էին զարմանում, չէին ընկալում իրենց եւ գոլեգաները։ Ասում էին հաճախորդը միշտ ճիշտ է, ասում էի այո, հաճախորդը միշտ ճիշտ է, բայց բառը չունի հաճախորդ, բառը ունի հյուր, իսկ հյուրը չի կարող լինել միշտ ճիշտ, որովհետեւ ճիշտ է տան տերը։ Իսկ ես բարեկամ, տանտերը ես եմ։ Դիմում են դեպքեր, երբ որ ինձ որպես սեմինարավար հարց են տալիս ու ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Իսկ գիտես, քո էտիկետը Հայաստանում չի աշխատելու։ Այդ ինձ համար այդ նախադասությունը դարձավ կյանքի կարևորագույն մարտահրավերներից մեկը։ Հասարակության կարծիքը հաշվի առնել ու որտեղ է այդ նուրբ գիծը, որը որ չի խանգարում քո անձնական կյանքին։ Անձնական հարց տվեցին, ասեցի գիտես, այդ այնքան անձնական է, որ եթե ես այդ հարցին պատասխանում, հետո ես պետքա սպանեմ։ Ուզում ես, որ քո պատմություններն լսեն։ Նորհայլի ոդքասթը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Իդեպ, Նորհայլի ոդքասթը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։ Բարև ձեզ, ես Մարիամն եմ եւ դուք դիտում եք Նորհայլի ոդքասթը։ Այսօրվա մեր զրույցը վստահ եմ կհետաքրքրի թե գեղեցկության ոլորտի մասնագետներին, թե հաճախորդներին, որովհետև խոսելու ենք էտիկետի, գեղեցկության ոլորտի եւ այն բոլոր թեմաների մասին, որը կհետաքրքրի մեզանից յուրաքանչյուրին։ Մինչև սկսելը ուզում եմ շնորհակալություն հայտնել Best Friends Tour տուրիստական ընկերությանը, մեր ոդքասթի հովանավորին։ Եթե ուզում եք կտրվել առօրյայից, ունենալ լավ հիշողություններ եւ ճամփորդել ջերմ մթնոլորտում, Best Friends Tour-ը հենց ձեզ համար է։ Այսօրվա իմ հյուրն է Հասմիկ Խաչատրյանը, էտիկետի եւ արարողակարգի խորհրդատու եւ կառավարման հոգեբան։ Հասմիկ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անչափ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ մեկնաբանությանը եւ հյուրընկալվեցիք մեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար, Մարիամ ջան։ Մի փոքր կուզեմ ներկայացնեք դուք ձեզ, ինչով եք զբաղվում եւ հետո անցնենք մեր այդքան սպասված հարցերին։ Շատ լավ։ Զբաղվում եմ այս պահին միայն եւ միայն էտիկետով։ Աշխատում եմ մասնագիտությամբ, աշխատում եմ Հոմպլեքս Հիպերմոլում։ Կորպորատիվ մշակույթի բաժինն եմ ղեկավարում, որը եւ պատասխանատու է կամպանիայի կազմակերպության ներքին մշակույթի եւ աշխատակազմի ներքին արտաքին փոխհարաբերությունների, արտաքին տեսքի շփման, մի խոսքով այն ամենի հետ, ինչ որ կապված է եւ էտիկետի եւ արարողակարգի հետ։ Իսկապես կարևոր թեմա, մենք նկարահանումից առաջ էլ խոսեցինք, թե ինչքան կարևոր է էտիկետի նշանակությունը սպասարկման ոլորտում եւ այսօրվա մեր ոդքասթը կուզեմ ինչ որ չափով օգնի հենց գեղեցկության ոլորտի մասնագետներին, խոսենք գեղեցկության ոլորտում էտիկետի կարևորության մասին։ Խոսենք։ Եթե փորձենք ձևակերպել, ինչ է գեղեցկության ոլորտում էտիկետը։ Առհասարակ էտիկետը, անկախ նրանից, որ ոլորտում է, էտիկետը առաջին հերթին հարգանք է ինքդ քո աշխարհի մարդկանց հանդեպ։ Ընդհանրապես էտիկետը սկսվում է այնտեղ, որտեղ երկու մարդ հանդիպում են իրար եւ այդտեղ հարգանքը առաջին տեղում է։ Եթե կա հարգանք, ապա էտիկետի առաջին կանոնը կատարված է։ Շատ եմ սիրում ձեր խոսքը հարգանքի հետ կապված, եթե սկսենք հենց սրահային սպասարկումից, հաճախորդը եկավ, ինչպես դիմավորել, ինչպես սպասարկել եւ ինչպես ճանապարհել։ Տեսեք, շատ կարևոր է, թե հաճախորդը մշտական հաճախորդ է, թե առաջին անգամ է գալիս, հա։ Եթե մշտական հաճախորդ է, սպասարկման էտիկետը այստեղ հետին պլանում չէ ինչի, որովհետև եթե մարդը արդեն, չգիտեմ, օրինակ 10-րդ անգամ է գալիս, չի նշանակում, որ ուշադրությունը այդ մարդու հանդեպ պետք է ավելի պակաս լինի, քան այն մարդու հանդեպ, ով առաջին անգամ եկել է եւ խնդիրը այդ մարդուն մշտական հաճախորդ դարձնելն է, հա։ Նախ այդ հաճախորդ բառը ինձ համար մի քիչ
անկախ նրանից, որ ոլորտում եմ աշխատել, ինձ մոտ հիմնականում եղել են հյուրեր, դա եւ ռեստորանային ոլորտը եւ հյուրատնային ոլորտը, շատ երկար տարիներ այս ոլորտներում եմ եղել։ Հիմա էլ, երբ որ մոլում եմ աշխատում, մենք ավելի շատ սիրում ենք մեր հաճախորդին ասել հյուր, այցելու հյուր, ու կարծում եմ, որ գեղեցկության սրահներում էլ մարդիկ ավելի շատ հյուր են այցելու են, քան հաճախորդ են, որտեվ երբ որ ասում ես հաճախորդ, այստեղ մի տեսակ այդ ջերմությունը, այդ գեղեցկությունը մի քիչ պակասում է այդ հաճախորդ բառի մեջ, մի քիչ ավելի շատ ինչ որ բան տալու դիմացը գումար վերցնելու բան կա հաճախորդ բառի մեջ, հա։ Երբ որ ասում ես հյուրընկալություն, հյուրասիրություն, հարգանք, ջերմություն, այս ամեն ինչ կա այդ բառի հետ կապված, հա, ասոցիացիաները։ Դրա համար կարծում եմ, որ առաջին հերթին ընդհանրապես սպասարկման ոլորտներում շատ կարևոր է, որ հատկապես գեղեցկության ոլորտում, հա, գեղեցկության սրահների, որ ոչ թե որպես հաճախորդ ընկալվի մարդը, այլ որպես հյուր ընկալվի, որպեսզի վերաբերմունքն էլ լինի հենց այդպեսին։ Մենք անդադ ասում ենք, մենք հայերս հյուրընկալ ազգ ենք, սիրում ենք հյուրերին, սիրում ենք հյուր ընկալել, հյուրասիրել, պատվել, ճանապարհել, հա։ Հենց սկսենք հաճախորդին որպես հյուր վերաբերվել, այդ սիրուն այդ ամեն ինչը կկարողանանք ճիշտ դրսևորել, արտահայտել եւ տալ։ Իրականում ես ռուսական էջերին հետևելով տեսել էի, որ հաճախորդներին որպես հյուր են դիմում։ Մի ընթացք կար, որ ես փորձեցի, ինձ շատ էր գրավ այդ պահը, դուրս եկել էր, ու ես փորձեցի, բայց քանի որ դու դեռ մենակ ես, ու դու ուզում ես ինչ-որ բան փոխես, չի ընկալվում ասածդ։ Այսինքն, երբ որ ես հաճախորդ բառի փոխարեն օգտագործում էի հյուր բառը, եւ հաճախորդներն էին զարմանում, չէին ընկալում իրենց, եւ գոլեգաները։ Ու շատ ուրախ եմ, որ մենք խոսեցինք այս թեմայով հատկապես, որ ովքեր որ մեզ նայում են, եկեք միասին փորձենք։ Իմ մենակով փորձը ձախողվեց, հուսով եմ այն մարդիկ, ովքեր լսում են, կարող ենք միասին այդ սիրուն, այսպես ասած, խոսքը բերել մեր առօրյա։ Տեսեք, ոչ մի բան սկզբում հեշտ չի տրվում առհասարակ, ոչ դա ներմուծողի կողմից, ոչ էլ այն մարդկանց կողմից, ում համար դա արվում է։ Ես սկսել եմ էտիկետի մասին հանրային կերպով խոսել կարծեմ 3 տարի առաջ, եթե չեմ սխալվում, 2 տարուց մի քիչ ավել առաջ։ Ու այն ժամանակ, երբ որ ես իմ ընկերների, մտերիմների, ծանոթների հետ, հա, խոսում էի էտիկետի մասին ու ասում էի, որ այ շատ կարևոր է, որ բոլոր ոլորտներում էտիկետը լինի կարևորագույն կետ, գոնե կետ, հա։ Մի տեսակ նայում էին ինձ, ասում էին, դե դու ռոմանտիկ մարդ ես, միշտ այդպես է եղել, ինչ որ հեքիաթների ես հավատում Հայաստանում, ոնց կարող է էտիկետ աշխատել, այն էլ բիզնես ոլորտում եւ այլն եւ այլն։ Ու ինձ համար ես նման բաներ որպես մարտահրավեր եմ ընդունում իրական ամբողջ կյանքում այդպես է եղել դեռ մանկուց ինձ համար չկա տենց բան որ ես չեմ կարող եթե ես չեմ անում ուրեմն չեմ ուզում չկա այդպիսի բան որ չեմ կարող ու կարծում եմ որ բոլորը այդպես պետք է մոտենան ցանկացած հարցի ու երբ որ Հայաստանում բավականին հայտնի մարքետոլոգներից մեկի հետ խոսում էի այս մասին, ասաց, գիտես, քո էտիկետը Հայաստանում չի աշխատելու։ Այդ ինձ համար այդ նախադասությունը դարձավ, չգիտեմ, կյանքի կարևորագույն մարտահրավերներից մեկը ու որոշեցի, որ թող ես խոսեմ այդ մասին, տեսնենք ում կհետաքրքրի, ում չի հետաքրքրի։ Ես սկսեցի այդ մասին խոսել, մի քանի ամիս հետո իմ 1400 քանի, չեմ հիշում հիմա կոնկրետ թիվը, բայց 1500 հետևորդ չունեի Instagram, որտեվ առանձնապես ակտիվ չէի վարում այդ էջը 1000-ից մեկ մտնում ինչ որ նկար էի տեղադրում, տեսալովակներն թափես չունեի ու սկսվեց մոտս այդ պրինցիպը, հա, որ հեսա կտեսնենք ինչ որ բան կլինի, թե չի լինի,
առաջին, երկրորդ, երրորդ, 10-րդ ռիլը ու մի օր արթնացա, հասկացա, որ հազարներով, ուղղակի հարյուրներով չէ, հազարներով իմեջը էջին հետևում են, սկսում են հետևորդները շատանալ ու այսօր արդեն 40,000 մի քիչ ավել հետևորդ Instagram-ում, 50,000 մոտապես հետևորդ Facebook-ում ու դա միայն էտիկետի մասին ռիլերի շնորհիվ ու ես կարողացա եւ ինձ եւ այդ բոլոր մարդկանց ապացուցել, որ չի կարող սիրուն բանը, ճիշտ բանը, գրագետ բանը չհետաքրքրել մարդկանց։ Այո, դա չի կարող կրել մասսայական բնույթ, չի կարող այդպիսի բան լինել։ Ոչ մի երկրում այդպես չի։ Նույնիսկ Ֆրանսիայում, որտեղ էտիկետը ծնվել է, այնտեղ էլ այդպես չի։ Բայց միևնույնն է, այդ այն բանը, որ շատերին հետաքրքրելու է ու կլինի բիզնես ոլորտ, դա կլինի առօրյա միջավայր, կլինի դիվանագիտական ոլորտ, կապ չունի, դա պարտադիր է, դա պետք է ու եթե դու ուզում ես այո հասարակության աչքերում չլինել մարտում խեթ են նայում, դու ուզես հետևում ես այդ կանոններին, անկախ ամեն ինչից, ոնց որ մի քանի օր առաջ եմ խոսել այդ մասին, դու հասարակության կարծիքի վրա թքած ունենալ չես կարող պարզապես, հատկապես բիզնեսում։ Այո, մենք պետք է անդրադառնայինք այդ թեմային։ Էտիկետի հետ կապված ես այսպես եմ մտածում։ Ժամանակները փոխվել են եւ յուրաքանչյուրս պետք է փորձենք քայլել ժամանակի հետ։ Մենք փոքր ժամանակից մեզ սովորացրել են ինչ որ բաներ, հա, օրինակ սեղանից ինչպես օգտվել։ Բայց դա չի ունեցել անուն, էտիկետ կամ այլ անուն։ Դա պարտադիր պայման էր, որ երեխայը պետքա սովորի ու չգիտես ինչի, այդ սահմանը դրված է հենց այդ մանկության տարիքի վրա, չէ՞, հետո արդեն ինչ կանի։ Հիմա, եթե մենք չենք ունեցել այդ հնարավորությունը սովորելու, գոնե հիմա, երբ որ կա այդ հնարավորությունը, պետքա օգտագործենք։ Այսինքն, ես մարդկանց չեմ մեղադրում, որ չգիտեն, բայց մեղադրելու չի։ Հա, դա մեղադրելու չի, բայց սովորել եւ չսովորել դա մեր ընտրությունն է։ Դուք ասացիք, եթե ուզենք, միանշանակ կսովորենք։ Եվ իմ կարծիքով հենց դա ընդունելը եւ սովորելը բերում է մեզ ավելի ինքնավստահության, այո, որը որ թե մեր գործում, թե ընդհանրապես շփման մեջ շատ կարեւոր է։ Տեսեք, իմ ուսանողների հետ էլ խոսելիս, հա, եւ աշխատակազմի հետ էլ խոսելիս միշտ մի հատ շատ կարևոր բան եմ ասում։ Լինում են դեպքեր եւ հաճախ են լինում դեպքեր, որ պետքա կանոնները խախտել, բայց դու այդ կանոնը գրագետ եւ ճիշտ խախտելու համար այդ կանոնին պետքա տիրապետես։ Եթե դու կանոնը չգիտես, դու չես կարող գեղեցիկ խախտել այդ կանոնը ու չհայտնվել վատ վիճակում։ Ու այստեղ մի ուրիշ բան էլ կա, հա, հատկապես գործարար միջավայրում, մասնավորապես դիվանագիտական ոլորտում, քաղաքականության մեջ, ոնց եք պատկերացնում մարդիկ, ովքեր գործնական հանդիպումների են անընդհատ գնում եւ շատերը գիտեն կամ գրեթե բոլորը գիտեն, ովքեր հապես դիվանագիտությանը ծանոթ են, հա, քաղաքականությամբ հետաքրքրվում են, որ կարևորագույն որոշումները ոչ թե կայացվում են այդ գրասենյակներում, դրանք կայացվում են գրասենյակներից դուրս հանդիպումների ժամանակ, ընթրիքների ժամանակ, լանչերի ժամանակ, այս հանդիպումների ժամանակ, ոնց եք պատկերացնում, մարդիկ, ովքեր որ օրինակ գործարար ընթրիքի են հրավիրված եւ այդ օրը օրինակ մենյուում լինելու է 3 տեսակի ուտեստ, շարված են սպասքի պարագաները տարբեր ու դու մարդ ես, ով ընդհանրապես պատկերացում չունի այդ սպասքի պարագաներից ոնց է պետք օգտվել եւ ինչ հերթականությամբ է պետք օգտվել։ Այդ կտորի անձեռոցիկը ընդհանրապես ինչի համար է դրված, այնտեղ քո անուն ազգանունն է գրված, դու ոնց ես նստելու, որտեղ ես նստելու, այդ անվանական քարտերը ինչի մասին են, ինչի համար են քո անվանական քարտը դրել, օրինակ, հենց կոնկրետ օրինակ, այսինչանի անվանական քարտի կողքը, հա, ինչի համար են քեզ նստացրել այդ մարդու կողքին, ում հետ դու ունես կամ վատ փոխհարաբերություններ, կամ հապես չես ճանաչում այդ մարդուն, ու դու պիտի իմանաս կանոնները, որ հասկանաս դու այդ կանոնները կարող ես խախտել, թե չես կարող խախտել։ Իսկ արդեն անվանական շարված, հա, սեղանի շուրջ դու իրավունք չունես փոխել քո տեղը
եթե քեզ արդեն քո անունը դրված է կոնկրետ աթոռի մոտ, կոնկրետ բանի, հա, սպասքի պարագաների կողքը, անկախ նրանից, որ քո կողքը նստածրել են մարդու, ու դու տանել չես կարողանում։ Ուրեմն այդպես է պետք։ Դու չես կարող առանց իմանալու, որ սպասքի կոնկրետ պարագայից պետք է օգտվել, խոսել գործի մասին այնքան ազատ, ինչքան կկարողանաս խոսել, երբ որ դու չես մտածում ինչից օգտվես, որովհետև իդեալական տիրապետում ես այդ բոլոր կանոններին։ Դու հստակ գիտես, որն է ձկան դանակ պատառաքաղը, որն է ապուրի սպասքը եւ այլն եւ այլն։ Դու դրա մասին այլևս չես մտածում։ Դա ավտոմատացված է քեզ մոտ ու քո միտքը աշխատում է միայն եւ բացառապես գործնական հանդիպման թեմայի շուրջը, միայն դրա մասին ես մտածում։ Իսկ երբ որ դու չգիտես այդ ամենը, դու մտածում ես հիմա որից օգտվեմ, որ խայտարակ չլինեմ։ Հիմա ինչ որ ես հակել եմ համապատասխանումը, այս միջավայրին թե չի համապատասխանում, ինչի է այս մարդը օրինակ վերնաշապի կեոձիքը, այս լայնության իմը սենց է, ինչի է իր փողկապը օրինակ ավելի լայն, քան իմ փողկապը ու տենց լիքը բաներ, ինչի ինք ունի կրծքազարդ, այդ կրծքազարդը ինչ է նշանակում։ Խոսքով, երբ որ դու այդ ամենին տիրապետում ես, քո գործնական հանդիպումները անցնում են շատ ավելի հեշտ ու սահուն, քան այն ժամանակ, երբ որ դու չես տիրապետում, նայում ես ով ինչ արեց, դու էլ փորձես այդ ամենը անել կամ մտածում ես ոնց որ մեկը ինձ մի օր ասեց, քո էտիկետը այդտեղ չի աշխատի, որովհետև երբ որ ես գնում եմ գործնական ընթրիքների, շատ հայտնի բիզնեսմենների հետ, եթե ես ուզում եմ ռեստորանում խորովածը ուտել մատերով, ես դա անում եմ մատերով։ Լավ։ Անցավ մի առժամանակ, մոտապես 2 տարի այդ մարդը սկսեց էտիկետի մասին ինչ որ հատուկ են բաներ խոսել իր էջում։ Ես ուրախ եմ, որ այդպես է։ Ես ուրախ եմ, որ 2 տարվա ընթացքում մարդկանց համար էտիկետը դարձավ այդքան կարևոր։ Դա միայն իմ շնորհքը չի եւ միայն իմ շնորհիվ չի, բայց ես կարծում եմ, որ ես շատ մեծ գործ ունեմ այդ ոլորտում արած։ Այդ ամբողջ աշխարհումը, որ սկսել է նորից էտիկետը մարդկանց հետաքրքրել, որ մի փոքր ուշադրություն դարձնեք Ռուսաստանում, Եվրոպայում առհասարակ ցանկացած երկրում։ Ես շատ էջերի եմ, հա, մասնագետների եմ հետևում, բոլորի մոտ ակտիվ է, հատկապես բիզնես էտիկետի հետ կապված թեմաները շատ ակտիվ են, շատ։ Այդ նշանակում է, որ այդ ոլորտներում լիքը անելիք կա ու շատ շատերն են հետաքրքրված դրանով, այդ հրաշալի է։ Շատ հետաքրքիր է լսել ու այս ընթացքում ես մտածեցի, որ շատ կարևոր է հասկանալ մանրուքների կարևորությունը։ Այո։ Երբ որ մենք հասկանանք, որ մեր կյանքի որակը կազմված է այն բաներից, ինչը որ առաջի հայացքից մեզ թվում է մանրուք ու ուշադրություն դարձնել դրա վրա, միանշանակ փոփոխությունը կնկատենք։ Տեսեք, դուք ասացիք նույնիսկ օձիքի չափը, չգիտեմ, շատ կարևոր։ Քանի որ խոսեցինք հենց բիզնես լանչերից, խոսենք նաև աշխատանքի ընդունվելու էտիկետի կանոններից։ Այս իմ սիրած թեմաներից է, ինչի, որովհետև ես ինքս մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ եմ, հա, նստում նույն սենյակում ու այն ինչ որ ես տեսնում եմ ամեն օր, չգիտեմ, ցանկություն կա տեսնել ավելին եւ շատ ավելի լավը, կան մարդիկ, ովքեր շատ խիստ պահպանելով բոլոր կանոնները հարցազրույցի հետ կապված, հա, գալիս են ճիշտ հագու կապով, հիգիենայի բոլոր կանոններին հետևելով նստում են ճիշտ, շփվում են ճիշտ եւ դուրս են գալիս ճիշտ սենյակից։ Բայց շատ հաճախ տեսնում ես լրիվ հակառակ պատկերը, որ կարող է մարդը գա հարցազրույցի օրինակ դուրը բացի ձեռքը գրպանում դրված, գլխարկը գլխին, բարևից սկսած ամեն ինչ արդեն սխալ է, ծամոն է ծամում, ինչ որտեղ մտել է հաց է կերել, հա, ինչ որ բան է կերել, նոր է եկել այդ ռեստորանի կամ չգիտեմ սրճարանի հոտը ուտեստների իր վրա արդեն եւ այլն կամ գալիս են չափից ավել օծանելիք օգտագործած դու անընդհատ փոխանակ հետևես հարցազրույցի ընթացքին անընդհատ մտածում ես ինչ է մտածել այս մարդը նման մարդիկ չեն պատկերացնում որ
շեղում են հարցազրույցավարի ուշադրությունը կարևոր բաներից։ Այսինքն այն ինչ որ ինքը պետք է հիմա ներկայացներ, հարցազրույցավարը կենտրոնանում է ոչ թե այդ ներկայացրածի վրա, այլ կենտրոնանում է նրա վրա արդյոք այս մարդը այս տեսակով անկախ գիտելիքներից արժի որ այստեղ աշխատի, թե ոչ։ Այո, լավ հարցազրույցավարները մտածում են, որ կարևորը գիտելիքն է, մնացածը մենք կշտկենք եւ մենք շտկում ենք։ Հատկապես մենք մեր կազմակերպությունում դա շտկում ենք, բայց շատ տեղեր կան, որտեղ մարդը ընդունվում է զուտ միայն գիտելիքով եւ հետագայում հատկապես եթե իր աշխատանքը կապված է մարդկանց հետ փոխհարաբերությունների պահպանման շրջանակների հետ, կամ չգիտեմ, մատակարարների հետ կապված, գործընկերների հետ կապված, այս դեպքերում այդ մարդը ավելի շատ հավանականություն կա, որ կձախողի, քան հակառակը, որ կհաջողի։ Ինչի, որտեղ իր հարցազրույցից սկսած արդեն ամեն ինչ սխալ է եղել։ Դու ինչքան ուզում ես լավ գիտելիքներ ունենաս, դա պետք է կարողանաս ճիշտ դրսևորել, ճիշտ ցույց տալ։ Կան այնպիսի հարցեր, որը էթիկետի մեջ է, որի շնորհիվ կարող են հստակ հասկանալ իրենց, այսինքն իրենց իրավունքները եւ պարտականությունները ավելի կոռեկտ ձևով հասկանալ եւ ներկայացնել։ Կան, իհարկե կան, հարցեր շատ կան, բայց էթիկետի հետ կապված ավելի շատ ժեստերն են, ավելի շատ միմիկաներն են, խոսքի ինտոնացիան է, շատ բաներ, ավելի շատ այն ամենը, ինչ որ խոսքով չի արտահայտվում, որտեվ դու խոսքով կարող ես, ես շատ հաճախ իմ ուսանողներին ասում եմ, ձեր ռեզյումե մի խաբեք։ Ինչի մի խաբեք, որովհետև եթե ձեր դիմաց նստած լինի փորձառու խելացի HR մասնագետ, ինքը շատ արագ ձեզ բացահայտելու է։ Աշխատակազմին միշտ ասում եմ, ինչի համար են օրինակ այն աթոռները, որոնք որ դրված են մեր մարդկային ռեսուրսների կառավարման սենյակում, ճոճվող աթոռներ են, հա, ինչի համար են այդ աթոռները դրված, ինչ որ մեկիդ մտքով երբևէ անցել է, ինչի համար են մեր սեմինարների, տրեյնինգների սենյակում դրված ճոճվող աթոռներ։ Դրանք հենց այնպես չեն։ Կազմակերպություններ կան, որոնք դնում են այդ աթոռները զուտ, որովհետև թրենդային են, որտեղ ուրիշները անում են, մենք էլ ենք անում։ Կոնկրետ մեր կազմակերպությունում այդպես չի։ Մեր կազմակերպությունում այդ աթոռները հատուկ նշանակություն ունեն, այսինքն միայն աթոռի վրա նստելը արդեն բավական է, որպեսզի հասկանաս դիմացը նստած մարդը իր ռեզյումեում խաբել է, թե չի խաբել։ Որտեվ դու կարող ես քո ռեզյումեում շատ ինչ որ ճոխ բաներ գրել, ներկայացնել քեզ որպես սուպեր մասնագետ, հա, բայց երբ որ դու այդ ամենով հանդերձ նստում ես աթոռին ու անընդհատ անհանգիստ շարժումներ ես անում, անընդհատ հետո առաջ ես անում, ճոճվում ես, որտեվ աթոռը քեզ հնարավորությունը տալիս է այդ ամենը անելու։ Այստեղ արդեն մենք չենք խոսում պրոֆեսիոնալիզմի մասին, որտեվ այն մարդը, ով որ պրոֆեսիոնալ է, ինքը առանձնապես անհանգստանալու ոչինչ չունի։ Ինքը չի խաբում, ինքը չի լարվում, ինքը չի ստում, ինքը պարզապես զրուցում է։ Այդ լարվածությունը հանելու տարբերակն էլ կա, հենց կատարելագործվելու մեջ, որովհետև բոլորս ինչ որ մի կետում, ինչ որ բան սկսելուց կամ անելուց լարվում ենք։ Ես հենց մեր ոդքասթի վրա բերեմ օրինակը, առաջի մի քանի էպիզոդների ժամանակ թվում էր, որ ամեն ինչ շատ լավ անց է, բայց հետո երբ որ ես ինձ նայում էի, սկսում էի ուշադրություն դարձնել մատերից շարժմանը, նույն աթոռի շարժմանը, որովհետև լարվածություն կա ու իմ մոտ չափից շատ է ամեն ինչ գերազանց անելի ցանկությունը։ Ես նույնիսկ վարորդական քննությունից 2 անգամ կտրվեցի դրա համար, որ ես վարում էի լավ, բայց քննության ժամանակ նենց անիմաստ ծխալներ էի անում այդ իմ գերցանկությունից, որ ես հեսա պետքա շատ լավ անեմ ու ամեն ինչ ավելի էի փչացնում։ Տեսեք, այստեղ մի հատ մեծ տարբերություն կա։ Ինչ որ բան սկսել 0-ից, այստեղ բնականաբար պատասխանատվության զգացումը այնքան մեծ է, որի պատճառով դու լարվում ես ու ինչ որ բաներ անում ես սխալ։ Ես երբ որ Վահե Քոթանյանի հետ մեր էթիկետից պրոտոկոլ ոդքասթն էինք անում, չեմ կարող ասել սկզբի քանի ոդքասթներն էին ուղղակի ինձ համար, ես մինչև հիմա չեմ կարողam դրանք նայել, որովհետև այդ այնքան ես մարդ եմ, ով որ
իր մասնագիտություն շատ լավ է տիրապետում, բայց այդ անհանգստությունից անընդհատ խոսքդ կորցնում ես, նույնիսկ լինելով այո խոսքի մասնագետ, կորցնում ես այդ խոսքը, որովհետև ես առաջին անգամ էի նստում կամերայի առջև, ես իմ արտաքինի հետ կապված լիք կոմպլեքսներ ունեի այն ժամանակ դեռ նենց չի որ հիմա ամբողջությամբ անցել է, բայց այդ լարվածությունը, այն որ ես նստում եմ հայլո առաջ դե լավ սա կամերան նայելու դեմք չի, ես հիմա արդեն դա չունեմ, բայց այն ժամանակ ունեի։ Ու այս ամենը միանում է նրան, որ դու ինչ-որ բան առաջին անգամ ես անում եւ պիտի պատասխանատու լինես եւ պետք է դրա տակից կարողանաս ճիշտ դուրս գաս, որովհետեւ դու անում ես դա ինչ-որ մարդկանց համար, հա, որոշակի հետաքրքրությունների տեր մարդկանց համար, այո, այդ լարվածությունը բերում է տենց բաների, նույն առաջին անգամ մեքենա վարելը, նույնը այս տեսակ բաներ ուրիշ բան է։ Իմ ասած ուրիշ բանի մասին է, մարդ ով 20 տարվա օրինակ տվյալ մասնագիտության աշխատանքային փորձով գալիս է հարցազրույցի, ինչ է կարծում այդ մարդը ինչքանով պիտի լարվի, եթե ինքը 20 տարի անդադ անում է այդ գործը։ Ու ինքը այդ գործին շատ լավ է տիրապետում։ Ես այդ պահն էլ իմ մեջ ֆիլտրեցի, այո, տարբերություն կա, Շատ մեծ։ շատ մեծ։ Երբ որ ես առաջ գնում էի գործի ընդունվելու, այդ ձեր ասած այսինքն ինչ պայմաններով ինձ գործի կընդունեք, իսկ հիմա գնում եմ, ասում եմ, օրինակ, ես ուզում եմ աշխատել, բնական ինձ առաջարկում են, որ ես գնամ աշխատեմ այդ տեղում, ես ասում եմ իմ պայմանները ոնց եմ ուզում աշխատել, ու դա միանշանակ տարբերությունը հենց այդ փորձի, հենց այդ ինքնավստահության մասին է խոսում։ Սուրճ առաջարկելու թեման։ Ես աշխատում եմ մի սալոնում, որտեղ որ արտերկրից հաճախորդները շատ են, ու իրանք միշտ զարմանում են, հարցնում են, որ այստեղ ուր մտնում ես, առաջինը սուրճ են առաջարկում, կուզեմ խոսենք եւ առաջարկելուց, եւ ընդունելուց, որովհետեւ հյուրեր կան, ես ինձ ուղեմ, մենք նոր խոսում ենք այդ թեմայով, որ եթե նույնիսկ այդ մահին ցանկանան սուրճ, հրաժարվում են, չգիտեմ, ամոթը կամ ինչ պատճառով։ Ինչի ենք հենց սուրճ առաջարկում, որովհետև մենք այն ազգն ենք, ով որ սուրճը մտերմության, զրույցի, ջերմության հետ է ասոցացնում, սա արևելքից եկած մշակույթ է, սուրճը առհասարակ, հա, երկրներ կան մերձավոր արևելքում, որ եթե դու հրաժարվում ես սուրճից, նշանակում է դու չես պատվում տանտիրոջը։ Այդ թվում նաև գործար միջավայրում, այդ թվում նաև դիվանագիտական ոլորտում կան երկրներ, որտեղ ընդունված է առաջին հերթին սուրճ, ջերմ շփում, դրանից հետո նոր անցում գործնականին։ Մենք էլ այդ երկրների ազդեցության տակ պարբերաբար լինելով այդ մշակույթը վերցրել ենք եւ դա նորմալ է։ Եվրոպայում շատ ավելի քիչ են սուրճ առաջարկում, ավելի շատ առաջարկում են օրինակ փրփրուն գինի, շամպայն, հա, սալոններում, սրահներում։ Նու բարձրակարգ սրահների մասին է խոսքը։ Ամենասովորական սրահներում առհասարակ ոչինչ չեն առաջարկում, դու գնում ես, բازարքվում ես, դուրս ես գալիս, այստեղ մեզ մոտ, այո, միջին եւ արդեն ավելի բարձր սպասարկման որակ ունեցող սրահներում առաջարկում են կամ սուրճ, կամ հյութ, կամ ինչ որ բան։ Ես այն սրահում, որտեղ ինքս եմ սպասարկվում, այնտեղ փոքրիկ բար գոյություն ունի, ցանկության դեպքում կարող ես բար ցանկացած բան ուզել եւ խմել։ Բայց այո, առաջին հերթին առաջարկում են սուրճ։ Ինչի են մարդիկ հրաժարվում, որովհետև նախ սովոր չեն այս մշակույթին, առաջին բանը, որ գալիս է մտքին, դե լավ ամոթա չէ։ Երկրորդ, երրորդ անգամները այդ նույն հաճախորդը, երբ որ կմտնի, նույն հյուրը կմտնի սրահ, արդեն պահվածք լրիվ ուրիշ է լինելու, վերաբերմունք ուրիշ է լինելու եւ ինքը փորձելու է նաեւ ինչու ոչ կարելի է այդ սուրճից օգտվել։ Ես ինձ ամեն անգամ գրեթե առաջարկում են սուրճ, ես ամեն անգամ գրեթե հրաժարվում եմ, ինչի, որովհետեւ Հայաստանում շատ ընդունված է խմել օրինակ ռոբուստա տեսակի սուրճ, որի բույրն անգամ ինձ այդքան էլ հաճելի չի։ Ես ավելի շատ սիրում եմ նուրբ մեղմ համերով սուրճեր, իմը արաբիկանը։ Ու որպեսզի չլինի այնպես, որ ասեմ, հա, սուրճ մի հատ էլ ասեմ, բայց եթե կարելի է արաբիկա, եթե կարելի է ամերիկանո կամ չգիտեմ, էսպրեսո լունգո,
այսքան մարդկանց չծանրաբեռնեմ, հա, իմ ցանկություններով նախընտրում եմ ասել ոչ, որտեվ գիտեմ, որ հիմա սրայից ինձ վարչացրեցի, գնալ եմ կամ մենակ կամ ինչ-որ ընկերոջ հետ սուրճ խմելու։ Բոլորը չի, որ ինձ նման այդքան ինչ-որ մանրանում են այդ հարցի շուրջ, պարզապես կամ իրոք չեն ուզում ասում են ոչ, կամ ամաչում են այո եւ ասում են ոչ։ Բայց այն մարդիկ, ովքեր ընդունում են սուրճի հրավերը, այս սուրճի մատուցումն էլ պետքա լինի շատ գրագետ եւ ճիշտ։ Բերեցիր, դրեցիր այդ պոչիկը, որ ուղղությամբ դրեցիր սուրճի, հա, հետ ինչ որ բան հյուրասիրեցիր, թե չհյուրասիրեցիր, հետը անպայման ջուր դրեցիր, թե չդրեցիր, որովհետեւ այդ միայն այն որ հյուրը ասել է այո սիրով կխմեմ, սրանից հետո գալիս է ավելի կարևոր բաներ, հա, սուրճի բաժակը դնել պոչիկը դեպի աջ ձեռքը հյուրի հետ անպայման մատուցել ջուր, որպեսզի խմելուց առաջ մարդը թարմացնի բերանի համերը, հա, որպեսզի սուրճի համը ավելի լավ զգա եւ այլն, այսինքն եթե մենք ինչ-որ բան առաջարկում ենք, այդ պետքա լինի տենց կոմպլեքս առաջարկ իր ամեն ինչով, որպեսզի հաճախորդը իրոք վայելի այդ մի բաժակ սուրճը, որ իրեն առաջարկել են։ Սուրճը, քաղցրը, եթե առաջարկվում է շոկոլադ, ջուր, սուրճ, անձեռոցիկ պարտադիր, ինչի, որովհետև եթե օրինակ ես յոգուրտ շրթներկ եմ օգտագործում ու ինչ որ բան պիտի խմեմ, առաջին հերթին առաջին բանը, որ անում եմ, շրթներկը չորացնելն է, որպեսզի հետո ինձնից հետո այն մարդը, որ կլվանա այդ բաժակը, վատ բաներ չմտածի իմ մասին, որովհետև այդ յոգուրտ շրթներկի հետքը որ մնում է բաժակի վրա, շատ տհաճ է լվացողի համար եւ շատ բարդ է դուրս գալիս։ Դրա համար այո, հյուրն էլ որոշակի կանոնների պետքա հետևի, որպեսզի երկու ստեկ, հա, երկու կողմից ամեն շատ գրագետ եւ ճիշտ լինի։ Այս պահին կմտաբերեք այնպիսի խնդիրներ, որ թեկուզ լսել եք կողքից գեղեցկության սրահների հետ կապված, որ այսպես մտածել եք, որ կարելի է այդ թեմայով խոսել եւ ուղղել։ Ինձ համար կոնկրետ իմ օրինակից սկսեմ, հա, ինձ համար շատ տհաճ է, երբ որ կողքից ականջ են դնում ինչ ես դու խոսում քո մասնագետի հետ։ Դու դա տեսնում ես հայլով անընդհատ, որտեվ հայլո առաջ ես նստած ոչ տարբերակ չկա, եւ այդ որ տեսնում ես դեռ մարդիկ լսում են ոչինչ, բայց որ միջամտում են զրույցին, այդ արդեն անտանելի է ինձ համար, որովհետեւ բաներ կա, որ քեզ թվում է դու միայն շփվում ես այդ մարդու հետ եւ վերաբերում է միայն քեզ եւ քո մասնագետին, անկախ նրանց ինչի մասին ես խոսում։ Ես իմ մասնագետի մոտ գնում եմ արդեն այդպես անդավաճան 12-13 տարի, հա, 13 արդեն։ Ու գնում եմ այնտեղ, որտեղ ինքը աշխատում է, այսինքն ինքը սալոնը փոխում է, ես գնում եմ այն սալոն, որտեղ ինքը աշխատում է։ Ու այդ հավատարմությունը, այդ երկար տարիների իրար հետ աշխատանքը բերել է նրան, որ դու կարող ես քեզ թույլ տալ այդ մարդու հետ խոսել շատ տարբեր թեմաներից, սկսած քաղաքականությունից ավարտած չանձնական թեմաներով։ Ու երբ որ դու հասկանում ես, որ այդ զրույցին դուք երկուսով չեք մասնակցում, էլի մարդիկ կան կողք, որ մասնակցում են, այդ ինձ համար շատ տհաճ է։ Նաև գիտակցում եմ, որ այո, բաց սրա ոնց էլ խոսես մարդիկ լսելու են, բայց ուրիշ բաներ որ լսում են ու ռեակցիա են տալիս։ Հա, նորմալ է, լսում ես, չես կարող չլսել, հո չես փակելու ականջներ, բայց երբ որ ռեակցիա ես տալիս այդ ամենին, նշանակում է դու արդեն մասնակից ես այդ զրույցին, որտեղ քեզ չեն հրավիրել։ Այս զուտ զրույցի մասով շատ դեպքերում մարդը գնում է պարզապես սպասարկվելու, որպեսզի հանգստանա, ռելաքս լինի, չգիտեմ, կտրվի առօրյա ինչ որ խնդիրներից ու մասնագետը սկսում է անդադ ինչ որ բաներից խոսել, ինչ որ մարդկանց մասին, ինչ որ թեմաներից, որը քեզ հապես չի վերաբերվում, դու չես ուզում լսել, լիքը մարդիկ ամոթից ելնելով չեն ասում, գիտես, առանձնապես ինձ չի հետաքրքրում այդ թեման, խնդրում կլինի ընդհանրապես չխոսենք, ես ուղղակի եկել եմ հանգստանալու։ Ես իմ մասնագետի հետ կապված այդ խնդիրը երբեք չեմ ունեցել եւ չունեմ, բայց գիտեմ, որ ունեմ ընկերներ, ովքեր պարբերաբար գալիս են, տենց նեղվում են, գնացել էին հանգստանալու, գլուխը սուրեց եւ այլն եւ այլն։ Մասնագետը այո, պիտի հասկանա, որ ինքը աշխատում է այնպիսի սպասարկման
ոլորտում, որտեղ մարդը գալիս է ոչ միայն գեղեցկանալու, այլ նաև հանգստանալու, որտեղ ցանկացած գեղեցկության սրահ յուրաքանչյուր մարդու համար այդ այն վայրն է, որտեղ իրան փոխելու են։ Ինքը գնալու է իր արտաքինը փոխելու, լիք մարդիկ կան, ովքեր ստրեսից դուրս են գալիս գեղեցկության սրահ այցելելով։ Ես կարող եմ փաստել դա, որ մեկ ես եմ հաճախորդին առաջարկում, ասում եմ, այս ժամանակը, որ այստեղ եք, վայելեք։ Այո։ Այսինքն մի մտածեք ուրիշ բանի մասին, վայելեք, խոսքի հետ կապված, չգիտեմ, փորձ է պետք, թե այդ ամեն ինչին ավելի խոր ուսումնասիրել, որ հաճախորդի հետ շփման ընթացքում, այսինքն առաջի երկրորդ հարցից դու հասկանում ես հաճախորդն եկել է քո հետ խոսելով լիցքաթափվելու, թե լուր նստելով լիցքաթափվելու, որտեվ հաճախորդները տարբեր են, բայց շատ կարևոր է քննարկվող թեմաները։ Շատ, որտեվ հաճախորդի հետ կարող ես 40 րոպե սպասարկել, 40 րոպե խոսել իրեն հետաքրքրող թեմայից, բայց կարող է այդ 40 րոպեի մեջ 10 րոպե խոսես այն թեմայից, որ ինքը համակարծիք չի կամ ընդհանրապես չի էլ ուզում լսի այդ թեմայի մասին ու ձանձրացնես։ Շատ կարևոր ուրիշ բաներ էլ կան այստեղ, տեսեք, երբեմն լինում են, որ ինձ հետ պատահել է այդպես, որ օրինակ մարդիկ, ովքեր կողք սպասարկվում են, խոսել են մարդկանց մասին տալով անուններ, ում դու անձամբ ճանաչում ես, ու հասկանում ես, որ օրինակ փնովում են մարդու, ում դու անձամբ ճանաչում ես։ Այդ բացարձակ հաճելի բան չի, այսինքն, օքեյ, կարելի է զրուցել, բայց այդ զրույցի ընթացքում պետք է հաշվի առնել, որ դու դիմացին ինչ ես ճանաչում, ու երբ որ անուններ տալով խոսում ես մարդկանց մասին, միգուցե այդ մարդիկ ընդհանուր շրջապատ ունեն, չգիտեմ, ճանաչում են իրար եւ այլն, ու դու այդ մարդուն դեռ այլ կերպ ես ճանաչում, ու հիմա այդ մարդու մասին խոսում են այլ բան, հետ հաճելի չի, նրան էլ պետք է ուշադրություն դարձնել, որ այո, մարդկանց մասին խոսելիս, եթե հատկապես գիտեք ում մասին եք խոսում, պետք չի անուններ տալ, որովհետև հատկապես մեր երկրի նման փոքր երկրում, մեր քաղաքի նման փոքր քաղաքում բոլորիս գրեթե ճանաչում ենք, հատկապես եթե նույն սրահն ենք այցելում, նույն միջավայրի մարդիկ ենք, նույն ոլորտի մարդիկ ենք։ Դա ցավոտ թեմաներից է ու մշտապես քննարկվող թեմաներից։ Ես կարծում եմ, որ առհասարակ մարդկանց մասին պետք չի խոսել անունով կամ առանց անունի, որովհետև նստած հաճախորդը այդ պահին առաջի բանը, որ մտածում, ասում է, բա որ ես դուրս գամ, ինձնից ինչ են խոսելու։ Ու արդեն բնականաբար հաջորդ անգամ չի ուզի այցելել այդ սրահ։ Բայց իմ մոտ առաջացավ ուրիշ հարց։ Ես ունեցել եմ նման դեպք, հատկապես այս քաղաքական ֆոնի վրա, որ երբ որ հաճախորդներն են սկսել իրար հետ վիճել։ Այսինքն իմ համար քաղաքականությունը փակ թեմա է սրահում։ Այո։ Բայց հաճախորդները իրար հետ վիճում են, որը կլինի իմ ճիշտ պահվածքը, վերաբերմունքը այդ պահին։ Կարծում եմ նման իրավիճակում ամենաճիշտը զուտ հումորային տարբերակով թեման փակելն է, երբ որ ես ունեի սրճարան, ու այնտեղ անկախ ամեն ինչից բոլորը սիրում էին խոսել քաղաքականությունից, որտեղ հիմնական այցելուները նաև քաղաքական գործիչներ էին, բայց տենց մի հատ պահ եկավ, որ այն հաճախորդները, ովքեր քաղաքականության հետ կապ չունեին, ձանձրանում էին այդ ամեն ինչից, ու ես հասկացա, որ ինչ որ մի հատ ընթացք է գալիս, որ այդ հաճախորդները, ովքեր ավելի շատ արվեստի մարդիկ են, իսկ իմ սրճարան հիմնականում կամ արվեստի մարդիկ էին գալիս, կամ քաղաքական գործիչները, ու սկսեց մի հատ շրջան, որ արվեստի ներկայացուցիչները, արվեստասերները ավելի քիչ սկսեցին հաճախել, ես այդպես հումորային բան որոշեցի մտածել, տարբերակ մտածել, ոնց անեմ, որ քաղաքականությունը այլևս չլինի մեր միջավայրում, որոշեցի, որ օքեյ, ընկերներ, եկեք այսպես անենք, եթե սրճարանում բացի քաղաքական գործիչներից կան նաև այլ հյուրեր, ովքեր քաղաքականության հետ կապ չունեն, ով խոսեց քաղաքականությունից 5000 դրամ գցում ես բանը, տուգանքի արգղիկի մեջ։
բոլորս ծիծաղեցինք, բան, հետո երբ որ առաջին դեպքը եղավ, որ խոսվեց քաղաքականության մասին ու ես ստիպեցի այդ հյուրին Տուգանքը տուգանքը վճարել։ վճարել, դրանից հետո այո, քիչ-քիչ սկսեց այս բան, էլի հումորի տարբերակով այդ ամեն ինչը արվեց, բայց հա, հումորը շատ տեղերում փրկում է, որովհետև դու ոչ ես կարող մարդուն ասել, գիտեք, ինչ քաղաքականությունը փակեք, այս է ծրաչի կամ չգիտեմ, այս այդ միջավայրը չի որ քաղաքականությունից խոսեք, ուզած չուզած գալիս ես մի հատ ինչ որ մի հատ բանի, որ փորձեմ մի հատ հումորով այս հարցը լուծեմ ու հումորը հիմնականում լուծում է այդ հարցը, իրականում լուծում է։ Անենց որ սկսեք տուգանել։ Շատ լավ։ Ահա թե ինչու է մեր երկրում տուգանքները շատանում։ Այո։ Սկսել տուգանել։ Ցավոք ոչ Շատ ոչ լավ։ հումորային տարբերակներով, բայց այո։ Էլի տարածված միտք, որ ես հաճախ քննարկում եմ ու ձեր կարծիքը կարևոր է լսել, հաճախորդը միշտ ճիշտ է։ Հաճախորդը չի կարող լինել միշտ ճիշտ։ Տեսեք, երբ որ աշխատում էի բարում, ասում էին հաճախորդը միշտ ճիշտ է, ասում էի այո, հաճախորդը միշտ ճիշտ է, բայց բառը չունի հաճախորդ, բառը ունի հյուր, իսկ հյուրը չի կարող լինել միշտ ճիշտ, որովհետև ճիշտ է տանտերը։ Իսկ ես բառագամ, տանտերը ես եմ։ Այս էլ հումորի տարբերակով ծիծաղում էինք անցնում առաջ, բայց մարդիկ հասկանում էին, որ չի կարող այդպիսի բան լինել, որ հաճախորդը միշտ ճիշտ է, որովհետև կան իրավիճակներ, որ հաճախորդին կարող է թվալ, որ ինքը ճիշտ է, բայց այդ ընդհանրապես այդպես չի։ Մենք էլ սպասարկման ոլորտ է, հա, հիմա այնտեղ որտեղ ես աշխատում, նորից սպասարկման ոլորտ է եւ մարդիկ կան, ովքեր որ գնումներ են կատարում կոնկրետ սեգմենտի ոլորտման, հա, գնումներ են կատարում, հետո անցնում է մի քանի օր, որոշում են բերել օրինակ այդ ապրանքը վերադարձնել։ Եթե ելնենք այդ բանից, որ հաճախորդը միշտ ճիշտ է, որը նշանակում է մենք այդ ապրանքը պիտի վերադարձ կատարենք, բայց այդ ապրանքը չի կարող վերադարձ կատարվել նույնիսկ ամրագրված օրենքով։ Դե կան ապրանքներ, որոնք որ հետ վերադարձի ենթակա չեն։ Մենք դրա մասին բարձրաձայնում ենք, մենք դրա մասին ծանոթություններ ենք, հա, տպում կպցնում ենք բաներում, գանձապահների մոտ, որպեսզի հաճախորդը դա կկարդա լավ, չի կարդա իր մեղքն է, բայց ամեն դեպքում ինքը պիտի հասկանա, որ ինքը չի կարող միշտ ճիշտ լինել, որովհետև միայն այն փաստը, որ դու վճարում ես, դա դեռ չի նշանակում, որ դու միշտ ճիշտ ես։ Այո, դու կարող ես լինել եւ սխալ, որի մեջ ոչ մի վատ բան չկա, կան մասնագիտական լիքը հարցեր, որ դու մասնագետ չես եւ այո, կարող ես սխալվել։ Քննադատելու բան չի, ոչ էլ կախելու են ինչ որ մեկին դրա համար պարզապես այն համար մեկ կանոն էտիկետի, որ գոյություն ունի, հարգանքը, պարզապես հարգանքով պետքա շփվել, հարգանքով բացատրել խնդիրը որն է եւ լուծել այդ հարցը։ Եթե հնարավոր է ինչ որ կերպ այո այնպես անել, որ նաեւ հաճախորդի համար լավ լինի, թող լինի նաեւ հաճախորդի համար լավ, բայց այդ չի նշանակում, որ դրանից պիտի դուժի կազմակերպությունը, որովհետեւ կա այդպիսի տարածված բան, միֆ, հա, ասենք, որ հաճախորդը միշտ ճիշտ է, այդպես չի։ Շատ լավ ասացի գումար տալու հետ կապված, որովհետև հատկապես սպասարկման ոլորտում հաճախ ենք առնչվում այդ խնդրին, որ հաճախորդի մոտ կա այդ ներքին համոզմունքը, որ գումար եմ տվել ու պետքա պահանջեմ, անկախ նրանից թե ինչ, բայց այդ պահանջատեր լինել, դա նույնիսկ օրինակ ամենաառօրյա տաքսուց օգտվելը, հա, տաքսու վարորդին վերաբերվել որպես ինչ որ ցածր խավ, որովհետև փող եմ տվել, պետքա տանի, ու ես այդ մեքենայի մեջ կարամ ինձ պահեմ ոնց ուզում եմ։ Այո։ Տեսեք, տաքսու հետ կապված այսպիսի բան կա, հա, հիմա ռեյտինգներ գոյություն ունեն, հա, ոչ միայն վարորդների համար, այլ նաև ուղևորների համար։
տաքսու վարորդի համար էլ տեսանելի է այդ ուղևորը իր համար լավ ուղևոր է լինելու, թե վատ ուղևոր է լինելու, դու ռեյտինգը նայում ես, տեսնում ես, եթե բավական բարձր է ռեյտինգ այդ մարդու, նշանակում ինքը լավ ուղևոր է, իրան հաճելի ճանապարհ է սպասվում այդ մարդու հետ, հաճելի են առումով ոչ թե հիմա տենց հաճելի զրուցելու են իրար հետ, նաև լինում են դեպքեր, ինչու ոչ լինում նաև որ հաճելի զրույց ես ունենում մարդու հետ, բայց գոնե այն առումով, որ դու սուսուփուս հասնելու ես A կետից B կետ առանց մեկը մյուսին նեղություն տալու։ Ես լինում աշխատանքից դուրս եմ գալիս կամ այդ օրը աշխատանքի չեմ, գործնական զանգեր եմ ստանում։ Նախ փորձում եմ կարճ խոսել եւ հետո զրույցը ավարտելուց հետո պարտադիր վարորդից ներողություն եմ խնդրում, որ ստիպված եղա հեռախոսազանգի պատասխանել։ Ինչ է կարծում, այս մարդը երբ որ զանգ է ստանում, ինչ ռեակցիա ունենում։ Նախ մի հատ թույլտվություն է ստանում, կարող եմ զանգի պատասխանել։ Բնականաբար իհարկե կարևոր զանգը մարդը պիտի պատասխանի, ասում ես իհարկե կարող եք, խոսում է վերջում ասում է շնորհակալություն։ Այս փոխադարձության ինչ որ բան է, հա, որ ինչ ցանում ես, էդ էլ հնձում ես։ Ինչ վարք դրսևորում ես, քեզ նույնը փոխադարձում են։ Ես որ ասում ես աշխարհում ինձ համար վատ մարդիկ գոյություն չունեն, մարդիկ ասում են բան, էլի ռոմանտիզմդ միացավ, չէ, այդպես չի, ռոմանտիզմը չմիացավ, դու մարդկանց ինչ տալիս ես, մարդիկ նույնը քեզ փոխադարձում են, բացառություններ լինում են ամեն տեղ չկա տենց բան, որ բացառություններ չեն լինում են, բայց այդ բացառությունները քիչ են լինում, դու ոնց վերաբերվում ես, քեզ այդպես վերաբերվում են, այդ կլինի տաքսում, այդ կլինի սրահներում, լինում է, որ կոնֆլիկտային իրավիճակներ են լինում, մարդ գալիս է, բորբոքվում է, չգիտեմ, տան խնդիրներ ա ունեցել, նյարդային տնից դուրս է եկել է գնումներ կատարելու, կամ եկել է սրահում սպասարկվելու, հա, կապ չունի։ Ինչ որ մի հատ մկրատ ընկավ, մասնագետը վերցրեց, այդ մկրատը տարավ լվաց կամ, չգիտեմ, ուրիշ մկրատով փորձեց շարունակի գործը, դա դարձավ խնդիր։ Մկրատը փոխեցիր, կարող է հիմա, չգիտեմ, լավ չկտրես եւ այլն եւ այլն։ Հնարավոր չէ նման խնդիրներ լինի։ Հնարավոր է։ Մարդը, որ նյարդային տնից դուրս է եկել, սա իր համար կարա դառնա խնդրեմ, բայց այն մարդը, որ հանգիստ հոգեվիճակում է, ոչ մի խնդիր չունի, սա իր համար խնդիր չի։ Ինչ տարբերություն, որ մկրատով են կտրում իր մազերը, կարևորը վերջնարդյունքը միշտ լինում է լավ։ Մարդու նաև հոգեկան վիճակը պետք է կարողանաս այդ պահին հասկանալ եւ խնդրեմ չդարձնել այն, ինչ որ իրականում խնդրեմ չի։ Շատ դեպքերում լինում է, որ նաև այո մենք ենք որպես մասնագետ հրահրում այդ բանը, վեճը, հա, այսինքն չենք կարողանում այդ պահին ճիշտ գնահատել իրավիճակը ու բաց թողնել այդ վիճակը։ Դե հիմա օքեյ, լավ, մի հատ էլ հյուրը մուննաթ եկավ, մի հատ էլ նյարդայնացած ինչ որ բան ասեց, դրանից մեզ առանձնապես ոչինչ չեղավ, պարզապես եթե ընդունենք այդ ոչինչ նյարդային էր, վաղը կգա ավելի լավ հոգեվիճակով ես ամեն ինչ մասին նույնիսկ չենք հիշի, կանցնի կգնա, բայց ոնց դու ինձ վրա մուննաթ եկար, հիմա դու կստանաս դրա կրկնակին, այստեղից սկսվում է կոնֆլիկտը, այսինքն այդ հարգանքը, այդ մարդուն հասկանալու ունակությունը եթե կա, կոնֆլիկտները կարելի է 95%-ով բացառված են։ Ես իրականում օրինակը բերեցի տաքսու վրա, որովհետև շատ դիպուկ էր, բայց նույն խնդիրը կա նաև գեղեցկության սրահներում, այդ էլի նույն սպասարկման ոլորտն է, գումար են տալի եւ օրինակ, չգիտեմ, դու մազ ես վենում, ինքը կարա այն դիրքով նստի կամ այն վերաբերմունքը ցույց տա, որ դու այդ պահին ոչ թե քեզ զգաս որպես մասնագետ, այլ ստրուկ, որ դու պիտի անես դա։ Այո, լինում է։ Այսպիսի բան կա, հա, սովորաբար իրեն եւ դիմացինին հարգող մարդը նման բան երբեք իրեն թույլ չի տա, բայց եթե մարդը իրան նման բան է թույլ տվել, մենք իր ծնողը չենք, մենք իրան դաստիարակել եւ վերադաստիարակել ոչ կարող ենք, ոչ պարտավոր ենք, ոչ էլ ունենք իրավունք։ Մենակ մի բան է մնում անել, ուղղակի դիմանալ, որովհետեւ նկատողություն անել մարդուն չես կարող, ինչ է կարծում, երբ որ ես գնում եմ ռեստորան ինչ-որ միջոցառման կամ պարզապես ընկերներիս հետ գնում եմ ռեստորան, եթե ես մասնագիտության բերումով մարդկանց անթաց սխալները ուղղեմ, ինձ կատեն։
Հա։ Ինչքան էլ ուզում եմ ես ճիշտ եմ, միևնույնն է, ուղղակի բաց ես թողնում իրավիճակը եւ այո, մարդ պարտավոր չի բոլոր քո ոլորտի կանոններին տիրապետի, պարտավոր չի։ Դա կլինի գեղեցկության սրահ, դա կլինի էթիկետը, կլինի շինարարական ոլորտ, կապ չունի ընդհանրապես մարդը ընդհանրապես մարդ է, ով որ քո նման մասնագիտական գիտելիքներ չունի այդ ոլորտի հետ կապված, մի քիչ էլ դասիրակության հետ կապված խնդիրներ ունի, մի քիչ էլ ինքնահաստատման փուլում է հիմա գտնվում եւ այլն եւ այլն։ Մենք որպես գիտակից մարդիկ պարզապես տեսնում ենք դա, ընդունում ենք դա, բաց ենք թողնում իրավիճակը, ոչինչ կմեծանա կանցնի։ Նույնիսկ Շատ եթե լավ 60 ասեցիք։ տարեկան է։ Տեսեք, դուք շեշտեցիք, որ դուք այդ պահին չեք ուղում, բայց դուք բարձրաձայնում եք խնդիրները այլ հարթակում, Այո, այսինքն յուրաքանչյուր ձեր էջը թերթող մարդ իրեն կարող է գտնել ձեր հոլովակներում։ կարող է։ Ու նույն ձև այս հարթակը հենց դրա համար է, որ բարձրաձայնենք խնդիրներ, որի մասին այդ նույն մարդիկ, ովքեր այդ վերաբերմունքը ցույց են տալիս, նայեն ու Այո, վերանայեն իրենց։ Եվ դժգոհ հաճախորդների հետ կապված, երբ որ արդեն ծառայությունը մատուցվել է եւ հաճախորդը վերջում հայտնում է իր դժգոհությունը։ Ես տարիներ առաջ ունեցել եմ նման փորձ ու իմ հաճախորդը ավելի շատ նեղվել էր նրանից, որ ես այդ պահին արդարացնել որն է, ես ասել էի, բայց դուք ախր ավելի կարճ էիք ուզում, չէ՞, ես ձեզ բացատրեցի ու այս ձևով իրան փորձում եմ բացատրել ու ինքը նեղվել էր նրանից, որ ես իրան ներողություն չեմ ասա։ Մազերը ոչինչ կաճի, բայց ինքը ինձ ներողություն չասաց։ Ա, Տեսեք, հա, մարդիկ կան, ում համար այդ պահին ներողություն խնդրելը ամեն ինչից ավելի կարևոր է։ Ես չգիտեմ ինչի է այդպես, իրականում բոլոր ոլորտներում կան նման հյուրեր եւ հաճախորդներ, բոլոր ոլորտներում։ Ամ, Կապ չունի ես որտեղ եմ աշխատել, այո, նման խնդիրներ եղել են եւ նման հյուրեր ու հաճախորդներ եղել են, հիմա էլ կան։ Այդ մարդու տեսակ է, իրանց համար շատ կարևոր է լսել այդ բառը, դրա համար հիմա արդեն այսքան փորձ ունենալով, այս մասնագիտություն ունենալով, ես փորձում եմ նույնիսկ աշխատակիցների փոխարեն այդ ներողությունը ասել հյուրին կամ հաճախորդին։ Ինչի, որովհետև մարդու ինտոնացիայից արդեն հասկանում ես ինքը ինչին է սպասում։ Մենք ունեցել ենք հաճախորդներ, ովքեր որ նեղվում էին նրանից, որ աշխատակիցը շատ ուշադիր է իրանց հանդեպ։ Այսինքն ինքը նեղվում է նրանից, որ աշխատակիցը ուղղակի չի անտեսել իրան, մոտեցել է, փորձել է ինչ-որ բանով օգտակար լինել։ Ու դու հասկանում ես, որ այս պահին ամենաճիշտ բանը ուղղակի ասել ներողություն եմ խնդրում, հիմա աշխատակիցը մի փոքր հեռու ձեզանից կկանգնի եւ կմոտենա միայն այն դեպքում, երբ որ դուք կանչեք ինչ-որ խորհրդակցելու համար։ Վերջ, այդ մարդուն ոչ մի բան պետք չի։ Ինքը շնորհակալություն է հայտնում, դու հետո մի հատ էլ աչքիդ տակ ես այդ հաճախորդին պահում, հա, կամ հյուրին մի հատ էլ արդեն գումար վճարելու պահին ես մոտենում, մի հատ էլ այդ ամեն ինչից այդ գործարքից հետո լավ օր ես մաղթում, վերջ այդ մարդու օրն էլ արդեն մի քիչ լավացավ, քեզ համար էլ ինքդ հանգիստ ես, որ կոնֆլիկտ չեղավ, ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես մի հատ ներողություն բառով ամեն ինչ հարթվեց, մի հատ էլ լավ օր մաղթելով ամեն ինչ հարթվեց ու ինքն էլ քեզ այդ լավ օրը մաղթում անցնում եք առաջ։ Պարզապես պետքա լինել շատ արագ ռեակցիա տվող, այսպես ասեմ, հա, շատ արագ պետքա հասկանալ այդ մարդ քեզանից ինչ է սպասում։ Դրա համար փորձ է պետք։ Երբ որ դու փորձառու չես, շատ դժվար է դա անելը, այո, սկզբնական շրջանում ինչ որ կոնֆլիկտներ են լինելու, բայց երբ որ դու արդեն ինչ որ չափով փորձ ունես, սպասարկման ոլորտում, հա, նաև հոգեբանություն ես մի փոքր ուսումնասիրել, որովհետև ես կարծում եմ ընդհանրապես յուրաքանչյուր մարդով սպասարկման ոլորտում աշխատում մի փոքր պիտի այո ժամանակ տրամադրի եւ հոգեբանություն ուսումնասիրի։ Ինձ համար հեշտ է, ես մասնագիտությամբ եմ հոգեբան, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է այն ամենապարզ ռիլերն է ուղղակի
հոգեբանության հետ կապված հատկապես սպասարկման ոլորտի ուղղակի ռիլեր նայ, պարտադիր չի որ գրքեր կարդա, որովհետև այդ շատ կարևոր է, հաճախորդներն էլ ունեն տեսակներ, հա, մասնագետները հաճախորդներին տարբեր տեսակների են բաժանում։ Դու պիտի հասկանաս քո դիմաց որ տեսակի հաճախորդն է կանգնած, որ կարողանաս ճիշտ սպասարկել այդ մարդուն, որովհետև մեկը կա, ում դու ժպտում ես ինքդ տարօրինակ նայում ինչի համար է ժպտում, ինչ ես ակնարկում, մյուսը կա ում որ դու ժպտում ես իր օրը գեղեցկացնում ես, մի ուրիշն էլ կա ում որ դու չես ժպտում, իսկ ինչ եմ արել ես, ինչի համար ես տենց խեթ նայում ինձ, դու խեթ չես նայել, ուղղակի չես ժպտացել իր համար, դա արդեն խնդիր է։ Պիտի հասկանաս ում հետ գործ ունես, իսկ դրա համար պետք է այո ոչ միայն ավտոմատի տակ անել քո գործը, վաճառքը կամ չգիտեմ մազը ֆենել, այլ ինչ որ չափով նաև հոգեբանություն ուսումնասիրած հասկանաս ում հետ գործ ունես։ Հատկապես հիմա, որ ամեն հարցի պատասխան գտնելը շատ հեշտ է։ Աննկարագրելի է։ Վերջերս գոլեգաներս իմ վրա շատ ծիծաղեցին, ուրեմն տարիքով կնոջ մազ էի կտրում ու սպիտակ մազից տարիքով մարդկանց միշտ ուրիշ հոտ է գալի ու բոլորից նույն հոտն է գալի ու ես բանը ChatGPT-ով հարցնում եմ թե ինչ հոտ է, ինչից է այդ հոտը, այնքան հետաքրքիր պատասխան ստացա։ Ուրիշ դեպքում նույնիսկ կարող է մտքովս չանցներ, չէ, բայց երբ որ դու գիտես, որ կա հարթակ, որտեղից դու կարող ես քո հարցի պատասխանը ստանալ, նույնիսկ պետք չի մտածել, որ հետո դա կանեմ, հենց այդ պահին կարող ես հարցի պատասխանը ստանել։ Այո։ Վերջերս ինձ հետ դեպք եղավ, երբ որ մենք ունենք բացօթյա հատվածում բույսերի շատ մեծ տեսականի, ծառերից սկսած, այն ամենամանր բույսերից վերջացրած եւ ծաղկամանները եւ մի խոսքով այսպիսի սենց մեծ բան ունենք, սրահ ունենք բացօթյա ծաղիկների հետ կապված։ Հաճախորդը եկել էր ինչ որ բան էր հարցնում, որի մասին բնականաբար ես պատկերացում չունեի, պարզապես ես օրվա ընթացքում մի անգամ դուրս եմ գալիս այդ մեր փոքրիկ դրախտը, մի հատ մաքրոտ շնչեմ, այդ կանաչների հետ շփվեմ, դուրս գամ, ու այդ պահին ուղղակի աշխատակիցը գնացել էր ինչ որ բան բերելու, մարդ չկար, ես էի միայն, դուրս եկել զբոսանք, այդ կինը ինչ որ բան հարցրեց, ասացի հենց հիմա պատասխանեմ, հեռախոսս վերցրեցի, ես ChatGPT փոխարեն Gemini-ն եմ օգտագործում, Gemini-ն իմ հարցը տվեցի, պատասխանը ստացա, ես կնոջեմ ամենայն մանրամասնությամբ բացատրեցի, մինչև աշխատակիցը եկավ, արդեն ասեցի դու ոնց որ արդեն էլ բան չի, պետք չի այդ հարցին պատասխանել, ես պատասխանել եմ, բայց ամեն դեպքում ոնց որ այդ կինը ուզում է ինչ որ բան գնի, բնականաբար գնեց, ու այո Ընդհանրապես այսօր մենք ապրում ենք նենց հիանալի ժամանակաշրջանում, որ ոչ մի բանը խնդիր չի, ինֆորմացիա ճշտել եւ մի հատ էլ վերահաստատել, որ դու ճիշտ ես, հա, մի քանի տեղից ճշտել, ընդամենը վայրկյանների մաքսիմում րոպեների հարց է։ Քանի որ այս թեմային անդրադարձանք, մի հարց էլ ինձ հետաքրքրող տեսեք սեմինարի ժամանակ լինում են դեպքեր, երբ որ ինձ որպես սեմինարավար հարց են տալիս ու ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Սկզբում դա իմ համար ամենավախենալու պահն էր, որ մտածում եմ, բա որ նրանց հարցն են, ես չկարողանամ պատասխանել, մինչև ձեր ասած այդ ռիլերը նայելու արդյունքում վերցրեցի մի պատասխան, որ ես այս պահին ձեր հարցի պատասխանը չունեմ, բայց խոստանում եմ, որ սեմինարից հետո կուսումնասիրեմ եւ ձեր հարցի պատասխանը կտամ։ Ինձ հետ էլ է եղել նման բան, երբ որ ինձ հարց են տվել, ես տեղում ասում եմ ինձ էլ է հետաքրքիր այդ հարցի պատասխանը, հենց հիմա նայենք։ Բացել եմ հեռախոսը, հարց տվել եմ, պատասխան ստացել եմ, որտեվ ինչքան ուզում ես դու լինես մասնագետ եւ լինես շատ լավ մասնագետ, դու քեզ համար ես դու շատ լավ մասնագետ, բայց մարդիկ կարող է գլխում այնպիսի հարց առաջանա, որ նույնիսկ կարող քո մասնագիտության հետ կապ չունի, բայց իրան թվացել է, որ դա քո մասնագիտության հետ կապված հարց է, ու ինքը քեզ պետք է ուղղի այդ հարցը, կամ նույնիսկ եթե քո մասնագիտության հետ է կապված, դու չես կարող բոլոր հարցերին պատասխան ունենալ եւ ամեն ինֆորմացիայի տիրապետել, այդպես չի լինում։ Ոնց ինչ որ բացեր լինում են, ու այո, այդ պահին արակողնորոշվելու այդ մարդկային է շատ, հա, նաև մարդկանց ցույց տա, որ ես էլ ձեզ նման մարդ եմ, ու այո, կարող է լինի, որ ես ինչ որ բան չիմանամ, նորմալ է։ Իրականում իմ համար ես այն մասնագետներից եմ, որ միշտ սովորում եմ,
անկախ նրանից որ Շատ թոլում եմ ճիշտ է։ ու ընդունում եմ, բարձրաձայնում եմ այդ մասին, որ ես սովորում եմ, ես պատրաստ եմ սովորել յուրաքանչյուրից, հավատում եմ, որ իմ կյանք ոչ մեկ հենց այնպես չի գալիս, Երբեք։ այո, եւ իմ անհանգստությունը ոչ թե իմ էգոյի հետ էր կախված, որ ես պետք է իմանամ, որովհետեւ այլ երբ որ ունես լսարան, օրինակ 35-40 հոգի մասնագետ նստած, ու մեկը հարց է տալի, որ դու դրա պատասխանը չես կարողանում տալ այդ պահին, ավելի շատ անհանգստանում եմ մյուսների աչքին, այսպես ասած, ցածրանալու որպես սեմինարավար, այսինքն իրանք էլ ինձ լուրջ չեն վերաբերվի, եթե ես բոլոր հարցերի պատասխանը չտամ։ Իրականում կարծում եմ յուրաքանչյուր մարդ շատ լավ հասկանում է, որ լինելով լավագույն մասնագետը նույնիսկ չես կարող ունենալ բոլոր հարցերի պատասխանները եւ մարդուն ընդհանրապես մի հարցին չպատասխանելու այդ փորձը չպիտի դառնա, հա, այդ մարդուն որպես մասնագետ որակազրկել է ինքդ քո աչքում կամ թեկուզ մյուսների աչքում։ Եթե այդպես է, ուրեմն այդ մարդկանց կարծիքը կոնկրետ կարելի է հաշվի չառնել, որովհետև անթերի մարդիկ ընդհանրապես գոյություն չունեն այս աշխարհում ու մարդիկը թերություններով երևի թե ավելի հետաքրքիր է, քան իր անթերի լինելով։ Դրա համար, այո, մարդը կարող է ունենա թերություններ, կարող է լինեն նաև գիտելիքի պակասներ, որը ամենակարևորը լրացնելն է։ Ուրիշ բան, երբ որ գիտեք, չգիտեմ, կամ այդ բանին ինչ որ տարնակ պատասխան հորին ես ասես, հետո մարդ գնաց դուք հասկանա, որ ինչ-որ ես ինչ ես ասել, որը կապ չունի իրականության հետ։ Այո, լինել անկեղծ ասել, որ ես չգիտեմ, այս բան չունեմ այդ հարցի պատասխանը եւ 5 րոպեից ես ձեզ ամենայն մանրամասնությամբ կպատասխանեմ այդ հարցին, շատ ավելի գրագետ եւ ճիշտ է, եւ դիմացինն էլ պիտի հասկանա, որ մարդ չի կարող լինել 100%-ով ինֆորմացված, այդպես չի լինում։ Պարզապես չի լինում, դա մարդկային է։ Յուրաքանչյուր խոսակցություն վերջում բերում եմ մի կետի, որ ես ինձ բռնացրեցի նորից այդ մտքի վրա, թե ինչ կասեն ուրիշները։ Ու էլի անդրադարձանք այն նույն թեմային, ինչից որ ծագեց մեր ոդքասթի միտքը։ Հասարակության կարծիքը հաշվի առնել ու որտեղ է այդ նուրբ գիծը, որը որ չի խանգարում քո անձնական կյանքին, քո անձնական մտածողությանը։ Տեսեք, հասարակության կարծիքը հաշվի առնելը շատ կարևոր բան է։ Ինչի, երբ որ ես խոսում եմ այդ մասին, որ հասարակության կարծիքը շատ կարևոր է ու չի կարելի հասարակության կարծիքի վրա թքած ունենալ, որովհետև դու ես այդ հասարակության մի մասը, հասարակության մասնիկը եւ ինչ որ մեկն էլ կամ մի քանիսն էլ թքած ունեն քո կարծիքի վրա, ինչքան է դա հաճելի։ Մարդիկ շատ հաճախ դա վերագրում են իրենց անձնական կյանքին, իրենց արտաքին տեսքին, իրենց սեռական հարաբերություններին, իրենց ընտանեկան կարգավիճակին, հա, իրենց երեխա ունենալ չունենալու փաստին։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ օրինակ երեխայիդ հետ գնացել ես ռեստորան, որտեղ մարդիկ գալիս են գործնական հանդիպումների, պարզապես հրաշալի ժամանակ անցկացնելու, գինի խմելու եւ մոռանալու, որ այսօր վատ օր են ունեցել, բաժանում են ունեցել եւ այլն եւ այլն։ Երբ որ դու քո երեխային չես դաստիարակել այնքան լավ, որ ինքը հասկանա ոնց է պետք իրան պահի ռեստորանում եւ գալիս է այդտեղ անում կապրիզներ, վազվզում է սրահով մեկ, ինչ որ ափսեների ա կպնում, գցում է, բղավում է եւ այլն եւ այլն։ Սրա մասին է խոսքը։ Այստեղ դու պարտավոր ես հաշվի նստել հասարակության կարծիքի հետ եւ կամ երեխայի տում դու բավականաչափ չես դաստիարակել ռեստորան տանելու համար, տանից չտանես ռեստորան, տար մանկական սրճարան, այնտեղ բոլորը պատրաստ են այդ տեսակ բաների հյուրերի, հա, դիմավորել եւ ճանապարհել։ Այո, պատրաստ են եւ հոգեբանորեն եւ աշխատանքի բերումով եւ մասնագիտորեն, բայց այնտեղ որտեղ ես գնացել եմ օրինակ պայմանագիր ստորագրելու գործնականի ընթրիքից հետո ես չեմ ուզում երեխա լինի, ով որ ինձ անընդհատ շեղում է եւ ես ունեմ այդ իրավունքը դա չուզելու, որովհետեւ դա երեխաների համար նախատեսված վայր չի, դա վայր է նախատեսված մեզ նման մարդկանց համար, ովքեր եկել են ուղակի հանգստանալու, ուղակի գործնական հանդիպման, լիքը ուղակիներ։ Երբ որ դու լողազգեստով գնում ես
ծովափին գտնվող սրճարան կամ ռեստորան, առանց վրատ ինչ որ բան գցելու, հա, դա հասարակության կարծիքը հաշվի չառնել է, որովհետև կան կանոններ, որ պետք է պահել։ Այո, անկախ նրանից, որ դու հենց նոր ես ջրից դուրս եկել եւ ռեստորանը կամ սրճարանը գտնվում են ծովի անմիջապես ափին, դա քեզ դեռ իրավունք չի տալիս, որպեսզի առանց որևէ հագուստի պարզապես լողազգեստով մտնես այնտեղ, որտեղ մարդիկ հաց են ուտում, սուրճ են խմում։ Այո, մի մետր այն կողմ, որտեղ ծովափն է եւ ռեստորանը չի, դու կարող ես այդպես։ Մի մետր այս կողմ, որ արդեն ռեստորանի մուտքից ներս ես, չես կարող այդպես։ Դա հասարակության կարծիքը հաշվի առնելը ու լիքը նման բաներ, ոչ թե ես այսօր չգիտեմ, Սարգիսի հետ եմ, վաղը Գրիգորի հետ եմ, այն մյուս օրը Վալոդյայի հետ եմ եւ ես թքած ունեմ հասարակության կարծիքի վրա։ Այո, կարող ես թքած ունենալ, որտեղ դա քո անձնական կյանքն է։ Ում հետ ես, ոնց ես, ինչ ես, սուրճ եք խմում, թե սիրով եք զբաղվում, թե պարզապես զրուցում եք, դա ձեր անձնական գործն է, այստեղ հասարակություն ընդհանրապես ոչ անելիք ունի, ոչ տեղ ունի, ոչ էլ ասելիք ունի։ Սրա մասին է խոսքը։ Հասարակության կարծիքը հաշվի առնելը դա նեղ անձնական հարաբերությունների եւ նեղ անձնական դաշտի մասին չի։ Դա հանրային վայրերի մասին է։ Իսկ չեք կարծում, որ այդ մտածելակերպը որ կա, որ մարդիկ անընդհատ վերագրում են իրենց անձնական տարածքին, դա նաև հասարակությունից է, որովհետև հասարակությունը ավելի մեծ սիրով կքննարկի մարդու արտաքին տեսքը, անձնական Եվ անում է։ հարաբերությունները, ընտանեկան կյանքը եւ այլն, Եվ քան անում է։ օրինակ, չգիտեմ, տրանսպորտի մեջ, երբ որ 40 րոպե այդ 60 հոգու մարդկանց մեջ մի հոգիկին խոսում է իր ընկերուհու հետ բանը, տան ռեմոնտից։ Այո, դա էլ է հասարակության կարծիքը հաշվի առնել, որովհետև հասարակական տրանսպորտում նախ պետք է հետևել անձնական հիգիենային եւ հետո պետք է շատ կարճ կապել ցանկացած հեռախոսը զրույց։ Սա պետք է լինի, հա, հասարակության կարծիքը հաշվի առնելով, այո, բայց իմ արտաքին տեսքը որոշել եմ դաջվածք ունենալ, թե դաջվածքներ ունենալ, որոշել եմ շրթերի կորեկցիա անել, թե թարթիչներս լցնել, թե ինչ անել, դա ոչ մեկին չի վերաբերվում։ Դա իմ անձնականն է, բայց մարդիկ ավելի շատ սիրում են դա քննարկել, քան օրինակ պտտվել մարդուն ասել, խնդրում եմ, հարգելի տիկին, եթե կարելի է ձեր երեխային ձեզ մոտ կպահեք, մենք ռեստորանում ենք։ Հա, այդ դեպքում չեն ասի վստահ։ Ինչ գեղեցիկ պատասխան տալ այն հարցերին, ինչը որ վերաբերվում է անձնական տարածքին, որը էթիկայի մեջ լինի։ Մի քանի օր առաջ արտաքին տեսքի հետ կապված բան է ռիլեյ տեղադրել, հա, անտակտ հարցերին ինչ պատասխաններ կարելի է տալ, էլի հումորային։ Ես միշտ կարծում եմ, որ հումորային տարբերակները ամենակիչ ցավեցնող եւ ամենակիչ կոնֆլիկտներ ստեղծողն են։ Պետք է պարզապես հումորով վերաբերվել ցանկացած բանի, որը քեզ այդ պահին շատ խիստ վիրավորում է, որովհետև եթե այնքան ինչքան որ կպել է քո սրտին եւ վիրավորել է քեզ այդ հարցը, նույն լրջությամբ պատասխանես, դա կարող վերածվի կոնֆլիկտի։ Դրա համար ցանկացած նման հարց հումորի տալ եւ անցնել առաջ ամենաբանն է, ինձ մի անգամ աշխատավայրում ոչ այս աշխատավայրում, նախորդ աշխատավայրերից մեկում անձնական հարց տվեցին, ասեցի, գիտես, այդ այնքան անձնական է, որ եթե ես այդ հարցին պատասխանում, հետո քեզ պետքա սպանեմ, որ այլևս այդ ինֆորմացիան չտարածվի, ու վերջից աղեցինք այդ թեման անցավ գնաց։ Մարդը հասկացավ, որ ավելորդ հարց է տալիս, ու այո, ինձ համար դա խիստ անձնական է եւ ես չեմ պատրաստվում դրան պատասխանել։ Անցանք առաջ։ Յուրաքանչյուր աներանելի վիճակում հումորը կփրկի, այսպես Կարծում ասած։ եմ, այո։ Հետևություն։ Իմ գործը դա է ցույց Եվ տալիս։ ամենակարևորը, որ քաղեցի մեր զրույցից, ի սկզբանե դուք հարգանքն ու էտիկետը, այսպես ասած, ուղիղ տարակ իրանց միջև, ու մեր զրույցից եւս ես հետևություն արեցի են, որ երբ որ կա հարգանք գոլեգաների միջև,
սրահում տիրում է լավ մթնոլորտ Միանշանակ։ եւ երբ որ կա հարգանք հյուրի եւ մասնագետի միջև, նորից մենք կունենանք այն մթնոլորտ, այն միջավայրը, որտեղ կարիք չենք ունենա խոսել այսքան խնդիրների Այո, մասին։ կունենանք առողջ մթնոլորտ։ Ու առհասարակ նույնիսկ փողոցում քայլելուց, նույնիսկ հասարակական տրանսպորտի մեջ ամենտեղ հարգանքը կփրկի։ Միշտ Շնորհակալություն շատ, ձեզ էլ եմ շատ շնորհակալ։ հետաքրքիր զրույցի համար։ Իսկապես քննարկեցինք այնպիսի հարցեր, որը յուրաքանչյուրին կհետաքրքրի անկախ տարիքից եւ սեռից։ Հուսով եմ։ Այո, գրեք ձեր մեկնաբանությունները, հետևեք Հասմիկի էջին ավելի շատ ինֆորմացիա ունենալու համար, ավելի տարբեր թեմաներ են քննարկվում Հասմիկի էջում։ Հուսամ մենք էլի առիթ կունենանք հանդիպելու, որովհետև Սիրով։ իմ համար շատ հաճելի էր լսել ձեզ, խոսել այն թեմաներից, որի հետ ես համակարծիք եմ ձեր հետ, եւ նույնիսկ սովորել այս կարճ ժամանակի ընթացքում։ Հույս ունեմ, որ երբ որ մենք բարձրաձայնում ենք խնդիրներ, ինչ որ չափով դա լուծելու ճանապարհին ենք արդեն։ Համոզված եմ։ Եվ վերջում մեր նվերը ձեզ, մեր հովանավոր Best Friends Tour տուրիստական ընկերության կողմից 2 օրյա նվեր փաթեթ Հայաստանում կամ Վրաստանում, որտեղ որ դուք կցանկանաք։ Իդեպ նվերների հետ կապված, էտիկետի կանոնների հետ կապված էլի ռիլ կա Հասմիկի էջում, որը կարող եք տեսնել։ Ես այդ հարցը տվեցի մինչև նվերը հանձնելը, էտիկետի մեջ է թե չէ, ռիլը նայենք կհասկանանք։ Նվերը ձեզ։ Անչափ շնորհակալ եմ խելագարում հանգստանալու համար։ Առավել ևս։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ ձեր հովանավորին, նաև շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, շատ կարծում հաճելի եւ հետաքրքիր զրույց ունեցանք նաև ձեր հետևորդների համար։ Իսկ դուք շարունակեք մնալ մեր հետ, գրեք ձեր կարծիքներն ու առաջարկները, եթե ունեք հարցեր, միանշանակ գրեք, սիրով կպատասխանենք եւ կհանդիպենք հաջորդ էպիզոդի ընթացքում։